Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Փամբուխչյան, նախ սկսենք Երևանի խնդիրներից, թե այսպես անձնական շփումներում տարբեր քաղաքացիների հետ, թե այսպես սոցիալական հարթակներում քննարկումներին հետևելով մի քանի այսպես հիմնական դժգոհություններն է առանձնացրել։ Առաջինը փոսալցումների հետ կապված։ Տևական ժամանակ է այսպես հենց դուք էլ ձեր Facebook-յան էջում հրապարակում եք Տիգրան Ավինյանն էլ, որ փոսալցումների աշխատանքներ են կատարվում, բայց այդպես էլ այսպես ասած ծայրը չի երևում։ Սա կոռուպցիայի հետևանք է, անորակ աշխատանքի անպատասխանատվության, ինչու է տևական ժամանակ այս խնդիրը կա ու քաղաքացիները մեծ վնասներ են կրում սրա պատճառով։ Տեսեք, խնդրին անդրադառնալուց առաջ պետք է խոսեմ ես նախ եւ առաջ, թե ինչից է առաջացել այդ խնդիրը, պատճառի մասին։ Մենք ունենք Երևանում բազմաթիվ փողոցներ, որոնք որ շատ վաղուց չեն ասֆալտապատվել, այսինքն իրենք այն ասֆալտն է, որը որ տարիներ առաջ ասֆալտապատվել է եւ ասֆալտը ունի որոշակի ժամկետ, այսինքն որակի է եւ պահպանման ժամկետ։ Եվ դրան զուգահեռ Երևանում այս քանակի ձյուն, ինչ որ տեղացել է 25 թվականին, կարելի ասել որ աննախադեպ էր։ Եվ օրինակ եթե նախորդ տարիներին մենք մինչև 5 տոննա աղ ու ավազ ենք օգտագործել ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար, 25 թվականին մենք 12000 տոննա աղ ու ավազ ենք օգտագործել, այսինքն 2.5 անգամ ավել։ Սա իհարկե իր դերը ունեցել է փոսերի առաջացման հետ կապված։ Ես հատուկ ուզում եմ շեշտադրում անել եւ սա նաեւ թե իմ Facebook-յան էջում եմ գրել եւ թե ասուլիսի ժամանակ եւ թե բոլոր պատե առիթներին նաեւ օգտվելով ձեր եթերից, ուզում եմ հայտնել, որ մեր նախորդ եւ 24-25 թվականների կատարված միջին նորոգումները կամ փոսալցման հատվածներում որևէ մենք խնդիր չենք ունեցել։ Այսինքն էլի նույն աղ ու ավազը կիրառվել է, բայց որ ասֆալտը որակով է եղել, այսինքն նոր ասֆալտ եղել, որակով է եղել, մենք այդ հատվածներում խնդիրներ չենք ունեցել։ Խնդիրը դա է, պարոն Փամբուխչյան, որ շատ դեպքերում փոսալցումը կատարվում է, ասֆալտապատումը կատարվում է, հետո պարզում է, որ դա անորակ է, թե հետևած կլինեք, օրինակ ձեր ընդդիմախոսներն էլ այսպես գնում են հերթով։ Եւ մյուսը, որ նշեցիք, որ ծայրը չի երևում, տեսեք, երբեմն սա նույնպես աննախադեպ է, բոլոր շինարարներին կարող եք դա հարցնել, ոչ միայն մեզ, այլ նաև շինարարները կփաստեն, որ իրենք փետրվար ամսին երբեք ասֆալտապատում չեն իրականացրել, առհասարակ փակեն նաև ասֆալտի գործարանները, որովհետև այդ նոյեմբերից սկսած, երբ որ արդեն սեզոնի փոփոխություն է տեղի ունենում, ասֆալտի գործարանները վերազինման են գնում մինչև մարտ ամիսը, մարտի 1-ից 10 ժամկետներում է նախատեսված, որ կբացվեն գործարանները եւ իրենք կաշխատեն։ Այսինքն սա երկրորդ մասը ձեզ նշեմ, թե ինչպիսի արտակարգ ռեժիմում ենք մենք կարողացել կազմակերպել, որպեսզի այդ փոսերից ազատվենք։ Իսկ ինչ վերաբերվում է, որ մեկ կամ երկու բլոգեր կամ մեկ լրագրող կամ այլ ինչ-որ մարդ Facebook-ում կարող է մեկ աշխատանք գտնել 1000-ի մեջից, մեկ աշխատանքը գտնել եւ դա թափահարել։ Շատ դեպքերում չէ, նույն հավաքանու անդամները ձեր ընդդիմադիրներն են։ Թույլ տվեք չհամաձայնեմ ձեզ հետ, որովհետեւ մենք նախորդ տարի մոտ 10000 հատ փոս ենք լցրել, հենց հաշվարկով 10000 հատ, եթե ոչ ավել, եկեք գնանք այդտեղ գուցեև այո մի 10-20-ը ենթադրենք խնդիր ունենա 10 հատված կամ 20 հատված 10000-ի մեջից իհարկե դա չի բացառվում որ կլինի բայց դա ուղղակի դարձնել դրոշակ որ անորակ է աշխատանքները մեղմ ասած դա թե վիրավորական է եւ թե առհասարակ չի համապատասխանում իրականությանը որովհետեւ նաեւ այդ անորակ աշխատանքը որ մեր ընդդիմադիրները թե ավականու անդամներ կլինեն, թե ընդդիմադիր բլոգերներ կլինեն, որ ներկայացնում են, այդ աշխատանքները երաշխիքի մեջ են լինում, այսինքն եթե շինարարը անորակ աշխատանք է կատարել, դա իր խնդիրն է, քաղաքապետարանը եւ Երևանցին դրա համար չի վճարելու։ Այսինքն ինքը քանդում է այդ հատվածը, որը որ խնդիր կա եւ իր միջոցներով բերում է ստանդարտներ, այսինքն ըստ էության շինարարն է այդտեղ դուժում։ Քաղաքը եւ Երևանցի բյուջեն չի դուժում։ Եվ քաղաքացիների մեքենաներն են դուժում, այդպես հետո փնտրում են, օրինակ շատ հաճախ ինձ էլ եղել է որ դիմել են, ասել են տեսեք, այսպեսի խնդիր եղել, ոնց կարող ենք, հենց ես էլ դիմել եի օրինակ քաղաքապետարան, թե ինչքան քաղաքացու մեքենա է անվատող է վնասվել այդ փոսերի պատճառով, հիմա չգիտեն թե ով է պատասխանատու, կարող են դիմել, թե պետք է սեփական միջոցներով։ Չկա նման ընթացակարգ եւ առհասարակ ես նշում եմ, որ
այնպես չի որ այդ քաղաքապետարանն այդ փոստը ստեղծել, հենց հատուկ գնացել ստեղծել է եւ որ մարդիկ են վնասվում են, դա բնական, այսինքն ձյուն է եկել, անձրև է եկել, աղողազով վերամշակվել է, փոսեր են առաջացել, քաղաքապետարանը մի պարտավորություն ունի այդ փոսերը վերացնել։ Պարոն Փամբուխչյան, մյուս խնդիրը խցանումների հետ կապված։ Կարմիր գծերը այդպես մի քանի անգամ թանկացրեցիք իբրև Երևանի բեռնաթափման համար, ժամերը, դասաժամերի փոփոխություն տեղ ունեցավ կրկին նույն նպատակով, բայց խնդիրը չի վերանում, թե հատկապես երբ որ մի փոքր այսպես տեղումներ են լինում, առավոտյան ժամերի եւ հետ գալուց, այսպես քաղաքը կրկին նույն կոլապսի մեջ է ու ժամեր է տևում աշխատանքից տուն հասնելը։ Խնդիրը իրականում շատ լուրջ է, թե անկեղծ, որովհետև տարեստարի Երևանում տասնյակ հազարավոր մեքենաներ են ավելանում եւ բոլոր երևանցիները, ոչ երևանցիները անձեն աշխով տեսնում են, որ կան փողոցներ, որոնք որ այդքան մեքենայի համար նախատեսված չեն, մեր փողոցների լայնությունները եւ այլն, ինչպես նաեւ հանրային տրանսպորտի հետ կապված, այսինքն մենք երբ որ համալրենք այդ ամբողջությամբ պարկը, մենք հիմա ունենք որոշ առանձնացված գծեր հանրային տրանսպորտի համար։ Այ որ փողոցներում են առանձնացվելու այդ։ Ես կարծում եմ, որ բոլոր փողոցներում ենք պետք է ունենանք տրանսպորտի համար, բոլոր փողոցներում պետք է ունենանք, որպեսզի մարդկանց համար ավելի գրավիչ լինի հանրային տրանսպորտով երթևեկելը, քան մեքենայով, որովհետև այս ծավալի մեքենաներ, որոնք որ ավելանում են, սա ոչ միայն լուսացույցերի խնդիր է, որ ենթադրենք լուսացույցը լավ չի աշխատում կամ լուսացույցը շուտ է բացում, ուշ է կանաչը տալիս կամ կարմիր է, այլ այստեղ ուղղակի քանակի հարց է։ Երբեմն եթե դուք էլ նկատած կլինեք վստահ եմ, որ որևէ խոչընդոտող ոչինչ չկա, բայց մեծ խցանում է, որովհետև մեքենաները շատ են, այսինքն։ Այ բայց բեռնաթափման լուծում չկա, որ կառավարի։ Դե տարբեր հարցեր քննարկում ենք, եթե անկեղծ հիմա չեմ կարող դետալային այդ ամբողջը ասել, բայց ես նշեցի, որ մեր առաջնահերթությունը խցանման վերացման հետ կապված պետք է լինի դրան զուգահեռ հանրային տրանսպորտի զարգացումը եւ այդ առանձնացված գծերը։ Խոսում եք հանրային տրանսպորտի, այսպես ասած, ավելի գրավիչ լինելու մասին, բայց նույն խնդիրն էլ էստեղ կա, թեև այսպես երկար ժամանակ, ծրագիրեր իրականացվում, տրանսպորտը այսպես թանկացած, բայց կրկին մարդիկ այսպես խցկված միտեղից մյուսն են հասնում, հատկապես էլի իմ նշած ժամերին։ Դե ես էլ նաեւ նշեցի, որ մենք ունենք ավտոբուսային պարկի թերի համալրում եւ քաղաքապետարանը ամեն ինչ հիմա տրոլեյբուսները գնում են 45-ը եթե չեմ սխալվում եւ նաեւ արդեն մյուս ծրագրերով պետք է սկսենք ավտոբուսները գնում այս տարվա մեջ այդ տրոլեյբուսները կլինեն իսկ արդեն շարունակական մենք տրանսպորտի նոր տեխնիկայի գնումները անընդհատ մեր ծրագրերի եւ նախագծերի մեջ է, որովհետեւ պետք է մենք համալրենք այդ ամբողջ պարկը, որպեսզի կարողանանք ապահովել մեր երևանցիների համար եւ ոչ միայն իհարկե երևանցիների պատշաճ եւ որակյալ հանրային տրանսպորտ։ Պարոն Փամբուխչյան, քաղաքապետարանը մշտապես այսպես շատ քննադատվող է եղել ոչ միայն այս քաղաքային խնդիրների համար, այլ նաեւ հանրության ուշադրության կենտրոնում է լինում այսպես կոռուպցիոն բացահայտումների առումով, այդպես որպես այդպեսին այլ կառույց այս թվով, որքան ձերբակալվեն աշխատակիցներ կոռուպցիայի հիմքով ընդ որում, ամեն դեպքում այսպես ակներև չի եղել։ Ինչու է քաղաքապետարանում կոռուպցիան այսպես շատ։ Ինչն է անվերահսկելի։ Թույլ տվեք համաձայն եմ ձեզ հետ, որ շատ է 33000-անոց հիմնական Երևանի քաղաքապետարանը 33000-անոց է եւ կարելի ասել, որ ամենամեծ կառույցներից մեկն է ըստ էության։ Եթե զինված ուժերը հանենք, մյուս ամենաշատ աշխատակից ունեցող պետական համայնքային կամ պետական, ինչպես ուզում եք նշենք, հիմնարկն է եւ բնականաբար կլինեն մարդիկ, որոնք որ տրվում են այդ գայթակղությանը եւ ու բնականաբար իրավապահների միջնորդությամբ պատասխանատվության է ենթարկվում եւ կան դեպքեր, որոնք որ դեռ պարզ չի թե այսինքն ոչ դատանի որոշում կա եւ թե այլ հիմքերի հետ կապված նաեւ այս կողմն էլ կա երկու կողմ կան դեպքեր, որ
դա այդպես ամբողջությամբ գնում է եւ հետո ստանում է դատավճիռ եւ կան դեպքեր, որոնք որ գնում են գործի քննության ժամանակ, պարզվում է, որ այդ մեղավորության աստիճանը կամ ոչ քրեական է կամ չկան հիմքեր կամ կարճվում են, ուզում եմ նշել, որ մենք պետք է ուղղակի մի անկյունից նայենք քաղաքապետարանի, որ 33000 աշխատակից կա եւ 33000 մարդկանցից ոմանք կտրվեն գայթակղությանը, որ զբաղվում են կոռուպցիայով։ Այսպես տպավորություն է, որ ավելի անվերահսկելի վիճակ է քաղաքապետարանում, բացարձակապես վերջի 3 տարիներին այդ կոռուպցիայի դեմ մղվող պայքարին, բացի իրավապահներից, մենք ենք առաջամարտիկը, քաղաքապետը, ես եւ մնացած մեր ղեկավար մյուս գոլեգաները, մենք ենք այդ առաջամարտիկը եւ բոլորը գիտեն, որ դա կարմիր գիծ է, որ դեպքում կլինի մեր ընկերը, կլինի մեր մտերիմը եւ այլն, իրեն զուտ ուղղակի նաեւ մարդկային չի ներվի։ Իրավապահները իրենց գործը կանեն, բայց նաեւ մարդկային չի ներվի իրենց, եթե իրենք թաթախվեն կոռուպցիայի մեջ։ Պարոն Փամոկչյան, անցնենք նաև այսպես ներքաղաքական, անցուդարձին, քանի որ ընտրություններին բան չմնաց որպես այդպիսին, այլ ընդդիմադիրներ ասում են, որ քաղաքացիական պայմանագիրը առանց կարմիր գծերի, այսինքն ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներով, տարբեր հարթակներով, այսպես քաղաքացիներին, այսպես ասած, խափելով, գայթակղելով, այսինքն առանց կարմիր գծերի գնում են ընտրությունների ոչինչ հաշվի չառնելով։ Ես անկեղծ ես չգիտեմ գետ մեկ ընդդիմադիր, որ հալածված լինի իշխանության կողմից։ Դե քիչ են այսօր ովքեր նստած են իրենց կարծիքը, թե հոգևորականներ, թե դիմադիրներ։ Նույն Սամվել Կարապետյանը, այն հոգևորականները, նույն Սամվել Կարապետյանը հերթով կարող եք թվարկել, ես բոլորի հետ կապված նշեմ, եթե մարդիկ նախապատրաստում են տերորիստական ակտեր, այսինքն իշխանության զավթում են նախապատրաստում, բայց ինչա թե իրենք ընդդիմադիր են եւ հոգեվորական այդ շորերն են հագնում, դա չի նշանակում, որ իրենք հալածվում են կամ եթե ինչ-որ տերորիստակ, եթե ձայնագրությունը ամբողջությամբ հրապարակվել է, դե հիմա գնում է դատական process-ները կգնան կհասկանանք ինչը, ոնց ես չեմ ուզում դատական process-ը չի ավարտվել, ինչու եք ասում տերորիստական։ Ես չեմ մեղադրում իրենց, ես ձեզ ասում եմ նախնական այն առիթը, ինչի համար իրենց ձերբակալել են կամ կալանավորել են։ Ես դրա մասին եմ խոսում։ Ես չեմ իրենց հիմա դատական վճիռը չի եղել եւ յուրաքանչյուր ոք անմեղ է, քանի դեռ չկա դատական վճիռ։ Ես ձեզ ասում եմ այն մասին, որ մարդիկ, այսինքն այն հիմքը ինչի հետ կապված, իրենք ոչ թե ձերբակալվել են, որ իրենք միտինգ են անում կամ իրենք ընդդիմադիր հայացք ունեն, այլ իրենք ձերբակալվել են, որովհետև նախապատրաստել են ինչ-որ տերորիստական։ Մնացածը իհարկե ցույց կտա արդեն ժամանակը եւ դատարանը, բայց մարդը, որը որ գալիս է եւ ինքը ուզում է ինչ-որ իր ձևով իշխանության հարցը լուծի, դա չի լինելու։ Դրանք կոչեր են, դրանք բոլորը համապատասխանում են այդ կոչերը, այդ ձայնագրությունները կամ իրենք էլ ասում են, որ ողջը կտրտված, այսպես հատված դա արդեն դատանը կպարզի, ես դրա համար եմ ասում, բայց այն մարդիկ, որոնք ինչի համար որ ձերբակալվել են կամ կալանավորվել են, իրենք քրեական օրենսգիրքը խախտել են այն իմաստով, որ այսինքն իրավապահ համակարգ, իրենց ձերբակալող կամ մեղադրանք ներկայացնող մարմինը տեսել է, որ իրենց արտահայտության, իրենց վարքագծի մեջ կա օրենքով արգելված տար, քրեական օրենսգիրքով։ Իրենք իրավապահներին չեն վստահում, ասում են սա ԿՊ-ի մեկ մարդուց կախված իրավապահ համակարգ է, ոչ թե հանրության շահերն։ Դե գիտեք ինչ, իրենք անընդհատ այդ նույն բաները ասում են, բայց այդ փորձը ցույց է տալիս, որ եթե այդ մեկ մարդուց կախված լիներ, մի շարք ընդդիմադիրներ, որոնք որ թե արդարացվել են, թե ուղղակի կալանավորում չեն տվել, այս մյուսին այն չեն արել, դա փլուզում է այդ վարկածը, որովհետև ակնհայտ է, որ նման բան չկա։ Որովհետև շատ ու շատ մարդիկ, որ այսպես կոչված ճակերտավոր, որ մենք կցանկանայինք, որ իրենք լինեին ճաղերի հետում, այդ մարդիկ ճաղերի հետևում չեն։ Ում կցանկանայիք։ Չէ, պայմանական եմ ասում, որ դուք ասում եք այդ մեղադրանքները, որ ասում եք, որ մեկ հոգուց է կախված։ Այսինքն տեսականորեն ճակերտավոր եմ, էլի ասում, այսինքն ես կոնկրետ ոչ մեկին չեմ ցանկանա տեսնել, միայն կուզեմ ցանկանալ տեսնել այն մարդկանց, որոնք որ խախտել են Հայաստանի Հանրապետության օրենքները։ Դե ԿՊ-ի ներսում էլ շատերը կան, ովքեր թեկուզ իրենց փոխկապակցված անձինք հայտնվում են սկանդալի կենտրոնում թմրանյութերի հետ կապված, բայց տեսնում ենք դրանց հետ կապված, այսպես իրավապահները դանդաղ հապաղում են, մինչդեռ ընդդիմադիրների դեպքում մեկ հայտարարությունը հիմք է հանդիսանում։ ԿՊ-ում կա մեկ սկզբունք, այդ սկզբունքը մենք ունեցել ենք
նույն ընդդիմադիր ժամանակ ենք ունեցել, բայց առավել եւս իշխանության ժամանակ այդ սկզբունքը կարմիր գիծ է դարձել, որ ոչ ոք չի ներվելու նրա համար, որ ինքը ԿՊ-ից է կամ ԿՊ-ի հետ փող կապակցված է եւ ինքը կարող է թույլ տալ այս կամ այն արարքը։ Ես դες վստահեցնում եմ, որ եթե նման դեպքեր կան եւ եթե դա ուղղակի սկանդալ չէ, այլ իրական քրեական գործ է, այդ քրեական գործը կգնա միջև վերջ։ Բան Փամբուխչյան մյուսը ինչ ասում են, որ ԿՊ-ի հետ կապված ասում են, այսպես իրավիճակ է, հա, թե տարածաշրջանում այսպես իրավիճակը եռում է, իրենք բան ու գործը թողած առավոտից երեկո ուրախ ավտոբուս են նստած, գնում են այստեղից այնտեղ, Նիկոլ Փաշինյանը կարկանդակ է ուտում հրապարակում, լավաշ է ուտում հրապարակում, ասում են մենք էլ ենք ուտում, բայց ինչ դա պետք է, այն էլ այս իրավիճակում կարծես ծաղրանք լինի հարևան պետությանը ու իրավիճակի ոչ ճիշտ գնահատում։ Բնավ չի կարող ծաղրանք լինել որևէ հարևան պետության։ Գիտեք ինչ, այդ մեղադրանքների, որ խորանանք, այդտեղ ոչ թե մեղադրանքի հիմքը, թե ինչու է տարածաշրջանում այսպես ինչու են իրանք դա անում, այլ դրա հիմքում ընկած է այն, որ իրենք ուզում են, որ մենք նույնպես ներքաշված լինենք որևէ կոնֆլիկտի մեջ, որովհետև այդ մեր ընդդիմադիր, գիտեք, դա ինքնասպանություն է, եթե որևէ ուժ ասի, որ մենք ուզում ենք, որ Հայաստանում խաղաղություն չլինի, բայց իրենց բոլոր ենթատեքստերում, բոլոր ենթատեքստերում, որ խորանանք, մի քիչ հետ եւ առաջ անենք կամ տողատակերը կարդանք, իրենք առհասարակ ուզում են Հայաստանը անընդհատ պահեն որևէ կոնֆլիկտի շրջանակի մեջ, որպեսզի իրենք ունենան հարատև իշխանություն եւ բնականաբար կախված լինեն որևէ մեկ վեկտորից եւ Հայաստանը անընդհատ լինի այդ կախվածության մեջ եւ իրենք այդ կախվածությունը այդ պատերազմի վտանգը կամ այդ կոնֆլիկտի վտանգը անընդհատ թափահարելով մնան իշխանության։ Եվ այդ մարդիկ հիմա չեն հարմարվում, որ Հայաստանում դե ֆակտո եւ դե յուրե կարելի ասել, բայց դե ֆակտո առավել եւս մոտ 2 տարի արդեն խաղաղություն է, որևէ զինվոր չի զոհվել հակառակորդի կրակոցից եւ սա է այս ամբողջ գաղափարականը։ Իսկ ուրախ ավտոբուսը, այո, մեր երկրում խաղաղություն է, մենք ներկուսակցական քարոզարշավի ենք մասնակցում եւ նաեւ այդ անընդհատ այդ նեգատիվը, որ տարիներ շարունակ տրվել է մեր քաղաքացիներին, որ վատ է, չգիտեմ ինչ, զգուշ եղեք, որովհետեւ պատերազմը մյուսը, հիմա դա չկա։ Հիմա երկրի ղեկավարը իր թիմակիցների հետ, ես ինքս նաեւ մասնակցելով մասնակցում է ներկուսակցական, սա շատ կարևոր է, քարոզարշավի եւ այդ ամբողջ process-ը, որտեղ որ նաեւ քաղաքացիների հետ էլ է հանդիպում, այդ ամբողջ process-ը ուղիղ եթերի տակ է, այսինքն մենք այնտեղ կարող ենք տեսնել մարդ, որը որ կարող է քննադատել, դա ուղիղ եթերով տեսնում ենք եւ մարդիկ, որոնք դա էլ են ընդդիմադիրներ ասում, որ թեև քարոզարշավը չի սկսել, իրենք կանոնը դրել են ներկուսակցական քարոզարշավ, բայց գնում են քաղաքացիների տուն են մտնում, ինչ որ խոստումներ են տալի թոշակների բարձրացման ապահովագրության հետ կապված, սա նորմալ է համարում։ Խոստումները չեն տվել, այլ ուղղակի թոշակները ապրիլի 1-ից բարձրանալու են եւ մարդկանց հիշեցնում ենք, որ իրենց թոշակները բարձրանալու են։ Ես կարծում եմ, որ դա առանց ավտոբուսի եւ առանց որևէ քարոզարշավի, դա ուղղակի կառավարության նիստով կարող ենք նայել, կարող ենք ազգային ժողովում նայել, կարող ենք տարբեր հարթակներով տեսնել, որ թոշակները բարձրանալու են։ Իսկ եթե բարձրանալու են չնշենք մարդկանց, որ ասենք, որ բարձրանում է ժողովուրդ ջան, կա ապահովագրություն, այդ մասին նույնպես հիշեցումներ լինում կան, մարդիկ նաև որ շփումների ընթացքում ամբողջությամբ չգիտեն թե ինչից կարող են օգտվել իրենց իրավունքների մասին, նույնը ապահովագրության։ Իսկ ինչու մեկ այլ ավտոբուս, որտեղ որ X մարդու նկարը փակցրած այդ ավտոբուսները շրջում են, նույն ընդդիմադիրները կամ նույն այդ հարցը դուք չեք տալիս, որ ենթադրենք քարոզարշավ չի։ Բայց մենք որևէ բան չենք փակցնում։ Մենք ավտոբուսով գնում ենք այս կամ այն մարզը, որտեղ որ երկրի վարչապետը իրավունք ունի շփվելու իր քաղաքացիների հետ առանց այս ավտոբուսի։ Ինքը կարող է մեքենայով էլ, որ երբեմն տեղ է գնում, որևէ մարզ է գնում, ճանապարհին երբ որ տեսնում է 1-2 հոգի կանգնած, ինքը իր մեքենայով կարող է իջնել, խոսել, որտեղ ինքը երկրի վարչապետն է, այստեղ քարոզարշավի բան չկա, մենք ոչ բուկլետ ենք բաժանում, մենք ոչ ասում ենք մեզ ընտրեք, մենք ոչ չենք նման, այսինքն քարոզարշավի տրամաբանությունից դուրս ենք, իջնում ենք ժողովրդի հետ շփվում ենք։ Հիմա նույնը ես Երևանում եմ քայլում, եւ ինձ բազմաթիվ մարդիկ են մոտենում, շփվում են։ Հիմա դա էլ կարող եք համարել քարոզարշավ։ Փամբուխչյան, ԿՊ-ում ներկուսակցական նաեւ ընտրությունային ընթരാճ դա երևում է, հա, որ այսպես պայքար է գնում, թե ով ավելի շատ Նիկոլ Փաշինյանի աչքին կերևա, ով կարող է ավելի շատ ձայներ բերել, որպեսզի ցուցակում տեխնոլոգիական բարձր դիրքեր։ Ահա գիտեք ինչն է վիրավորական, եթե անկեղծ մեր ամբողջ ընտրությունը
դուք ուղիղ եթերում տեսել եք, բոլորս տեսել ենք, անգամ բայց այնինչ կատարվում է կուլիսների հետևում։ Կներեք, անգամ երբ փակվել է քվեարկության ժամը ավարտվել է 3-րդ տևեց, էլի ամբողջ ուղիղ եթերի տակ այդ քվեատուփը բոլոր ընտրատարածքը ուղիղ եթերի տակ եղել է ձեր բոլորի, մեր բոլորի աչքի առաջ։ Այսինքն դա տեսնելով ակնհայտ է, չէ՞ որ այդ կուլիսային այդ խոսակցությունները կողքի դնենք, բայց մարդիկ կան, որ առհասարակ շատ նոր են ԿՊ-ում, իրենք բարձր տեղեր են, մարդիկ կան, որոնք որ մի փոքր հին են, բայց ավելի ցածր տեղեր են, այսինքն դե իրենց խոսքերում շատ հաճախ էսպես ոչ ակնհայտ, բայց նեղացվածություն են արտահայտում։ Սա մարդու գործունեության, իր հանրային դրսևորման, ասում են Նիկոլ Փաշինյանի սիրելիների կուսակցական ակտիվության պայմանավորված մարդիկ են, որոնք որ եւ կուսակցությունը, քաղաքական կուսակցությունը երբեմն տեղաշարժեր լինում են, այսինքն մարդիկ կան, որ մի փոքր առաջ են գալի, մարդիկ կան հետ են գնում, այդտեղ որևէ այդ ինտրիգ փնտրել պետք չի, առավել եւս որ այդ ցուցակը ամենաժողովրդավարական տարբերակով, աշխարհի ինձ թվում է ամենաժողովրդավարական տարբերակով ձևավորվող ցուցակ է, որովհետև ամբողջ ընտրությունը եղել է ուղիղ եթերի տակ, անգամ երեկոյան ժամերին, գիշերային ժամերին քվեատուփը այնտեղ կանգնած է, այսինքն մեր կուսակցականները Մեղրիից մինչև Ախուրյան եւ Տավուշից մինչև Արարատի մարզ բոլորը եկել են, մասնակցել են իրենց խղճով պատվիրակները եւ որոշակի գնահատականներ տալով։ Մի հոգուն ընտրել են, որ լավ է խոսում, մի հոգին լավ է աշխատում, մյուս հոգուը չգիտեմ։ Տարբեր ինչ-որ բաներ հաշվի առնելով ընտրություն են կատարել եւ ձևավորվել է այս առաջին 50-ը։ Բայց մենք այժմ նաեւ ունենք երկրորդ փուլ, որտեղ որ պետք է ձևավորվի առաջի 30-ը։ Եվ նշեմ, որ ներկապահին ես չգիտեմ մեկ այլ կուսակցություն, որը որ նման կերպով եւ նման ժողովրդավարական տարբերակով ձևավորում է իր ցուցակը։ Եվ այստեղ նորից է այդ միֆը պայթում, որ բոլորին տրվել է հավասարին։ Բոլորին տրվել է Փաշինյանի սիրելիների ցուցակն է ասում։ Դա ոչ թե այսպես բոլորին տրվել է հավասար պայմաններ, բոլորին։ Եվ բոլորին արգելվել է որոշակի գործողություններ, այլի առանց որևէ բացառությամբ։ Եվ ձևավորվել է այն ցուցակը, որը որ ընտրել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության 1000-ից ավել պատվիրակները։ Իր վերջին այցի Գյումրի, եթե չեմ սխալվում, այցի ժամանակ էր ներողություն, եթե շփոթվում եմ, Նիկոլ Փաշինյանն ասաց, մենք ակնկալիք ունենք 65 եւ ավել, ինչը այսպես շատ քննարկումների առիթ տվեց, ասում են սա կամ իր թիմակիցներին ողջևորելու համար է, կամ այսպես նախապատրաստում լցոնումների։ Ինչպես է։ Լցոնումները տեսեք, դուք նորից գնում եք այն դաշտ։ Դες արձագանքեմ, ես ձեզ նկատի ունեմ այն մարդկանց, որոնք որ ձեզ միտքը տալիս են, որպեսզի դուք հարցնեք, այն կուսակցությունը, որը որ ներկուսակցական ուղակի ցուցակի ձևավորումը, ուղակի ցուցակ падգամավորական, որ կարող էր այդ ձեր նշած մեկ կամ մի քանի հոգի նստեն որոշեն, նմանատիպ ճանապարհով է անցնում, որպեսզի ձևավորի իր առաջի 30 կամ իր առաջի 50-ը, այդ մարդկանցից սպասել ընտրությունների կեղծում, այն պարագայում, երբ որ մենք 2021 թվականին ունեցել ենք ամենաբարդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության եմ ասում, երկրի մասին էլ չասեմ, որ շատ բարդ էր իրավիճակը, բայց կուսակցությունը լինելով այդ բարդ իրավիճակում, այդ երկընտրանքի մեջ մենք գնացել ենք ընտրության եւ այսօր ձևավորված ազգային ժողով եւ կառավարը եւ գեթ 1 քաղաքական ուժ չի բողոքարկել անգամ մեկ ընտրամասի հետ կապված, եթե չեմ սխալվում, որևէ ընտրամասի հետ, տեղամասի հետ կապված որևէ բողոքարկում չի եղել, որովհետեւ հանուն արդարության իրենք խշտները դրել են գոնե մի անգամ ձեռքերը դրել են իրենց խղճին եւ հասկացել են, որ իրենց վստահված անձերի միջոցով, իրենց հանձնաժողովականների միջոցով, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է իր հերթին իր վստահված անձերն են վերահսկում, որպեսզի ընտրությունները հանգարց չգնա այլ ուղով։ Դա մի տեսակ այնպեսի հիմա բան եք ասում, որ դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը առհասարակ ոչ մեկի, բոլորից սկսած ոչ մեկի սկզբունքների մեջ չկա, դա կարմիր գիծ ընտրություն կեղծել է, իսկ 65%-ի հետ կապված, այո, դուք ճիշտ եք, Գյումրիից ենք մենք վերադառնում, եւ քանի որ ամփոփում էր ավտոբուսի մեջ տեղի ունենում տպավորությունները, ես նույնպես այսպես ասած հարցազրույց եմ տվել վարչապետին իմ կարծիքները հայտնելով, որովհետեւ անընդհատ թմկահարվում էր Գյումրիի հետ կապված, որ մենք այնտեղ վատա քաղաքացիական պայմանագիրին չեն ընդունում,
Ես նաև այդ հարցազրույցի ընթացքում վարչապետի հետ հարցազրույցի ընթացքում նշեցի, որ նախ մենք ամենաշատ ձայներ հավաքած քաղաքական ուժն ենք Գյումրիում, 17000, եթե չեմ սխալվում, եւ բացի այդ նաև վարչապետին դիմավորելու, մարդկանց հետ շփվելու, մարդկանց հետ տարբեր հարցեր քննարկելով մենք ստացել ենք լրիվ այլ տպավորություններ, այսինքն մենք կոպիտ ասած գուցե մեր մեջ եկար որոշակի կարծրատիպ Գյումրիի հետ կապված, բայց այդ օրվա այցից հետո մենք հասկացանք, որ դա ուղղակի կարծրատիպ է եղել, դա ամբողջությամբ կոտրվել է Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը ունի մեծամասնության ձայները, իսկ 65%-ն էլ դա արդեն քարոզ արշավային ընթացքում, այսինքն յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է իր առաջ որոշակի խնդիր դնի, թե ինքը որ քանի տոկոսի հավակնություն ունի, որպեսզի իր ամբողջ ռեսուրսը, քաղաքական ռեսուրսը, իր ամբողջ քաղաքական ռեսուրսը, իր քարոզ արշավը այնպեսի գրագիտությամբ կազմակերպի, այնպեսի լավ քարոզարշավ անցկացնի, որպեսզի մեր ընտրողների 65%-ը տան այդ ձայնը։ Ես ձեզ ասեմ, որ ես չեմ բացառում այդ 65%-ը։ Այսինքն, այս վերջին շրջանում շփումները քաղաքացիների հետ մի փոքր ավելի ակտիվացել են եւ ես չեմ բացառում այդ թիվը։ Եթե ընդդիմադիրներին հաջողվի կամ այսպես առանձին կամ թեկուզ այսպես այլ կոալիցիան հետ կոալիցիոն սցենարով ավելի շատ ձայներ հավաքի ու իշխանությունը վերցնի, հեշտ կհեռանաք, քանի որ բոլորը միաբերան ասում են Նիկոլ Փաշինյանը հեշտ իշխանություն տվող չի։ Մի հատ խնդրում եմ նայեք համայնքներում, որտեղ որ մենք չունենք քաղաքապետ եւ պետք չէ բացառել։ Բայց ես ձեզ մեկ ուրիշ բան ասեմ, ես բացառում եմ դա։ Ինչու՞։ Ինչու, որովհետև հեսա նշեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ես վստահ եմ, իրենք հունիսի 7-ին քվեարկելու են խաղաղության կողմ եւ իրենք օլիգարխա այդ գործակալա եւ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող ուժերին ձայն չեն տալու կամ ինչ որ չափաբաժին, մնացած բոլորը, ինչ որ չափաբաժին ձայներ իհարկե կստանան որոշ քաղաքական ուժեր, բայց ես բացառում եմ, որ կարողանան իրենք Գյումրիի սցենար կրկնեն, որովհետև առաջինը հենց գյումրեցիները թույլ չեն տալու Գյումրիի սցենար Հայաստանի Հանրապետությունում եւ մնացած բոլոր քաղաքներում։ Եվ վերջում պարոն Փամբոխյան, մի այսպեսի ձեզ հարց եմ տալ արդեն ձեզ հետ կապված։ Պարբերաբար մամուլը մի այսպես շրջանում, քանի որ այսպես առիթ է եղել, հա, մեր տաղավարում հնկալվելու, ուզում եմ անձնապես այս հարցի բացատրությունը լսեի։ Մամուլը պարբերաբար գրում էր մի շրջանում, երբ որ ավականու ընտրությունից հետո արդեն, որ հենց Նիկոլ Փաշինյանն է, այսպես ասած, ձեզ քաղաքապետարան այնպես արել, որպեսզի վերահսկեք այնտեղ գործող քաղաքապետին։ Եղել է մրցակցություն ու նման բան ձեր եւ Տիգրան Ավինյանի միջև։ Իմ եւ Տիգրան Ավինյանի միջև մտերիմ ընկերություն է, այդ թվում նաեւ ընտանեկան մտերմություն է։ Ես որևէ տեղ չեմ գործուղվել, եթե դուք մի փոքր հետ գնաք, կհիշեք, որ այդ ժամանակ այն նախարարությունը վերամիավորվում էր ներքին գործերի նախարարության մեջ եւ ըստ էության ես դադարեցի լինել նախարար եւ ինձ քանի որ վստահվեց շտաբի ղեկավարումը, որովհետեւ ես այդ պահին գործող նախարար լինելով, այսինքն այդ ամբողջ process-ները պատկերացնում էի նախընտրական, ինձ վստահվեց շտաբի կառավարումը եւ որպես շտաբի պետ նաև իմ ցանկությունն է եղել, որպեսզի ես լինեմ երկրորդ համարը, այնուհետև ընտրություններից հետո հաղթանակի դեպքում, որպեսզի ես դառնայի քաղաքապետի առաջին տեղակալ։ Այսինքն, այստեղ որևէ մրցակցություն չի եղել, այստեղ նաև պարոն Ավինյանն է իմ տեխնացության առաջադրողներից մեկը եղել հենց շտաբի պետի։ Այսինքն, այդ ինտրիգները կան, անընդհատ մամուլը գրում է եւ այդ գրելով փորձում էին որոշ մարդիկ իրականում կար նման տպավորություն որոշ մարդկանց մոտ, բայց ես կրկնում եմ, որ Տիգրան Ավինյանը իմ մտերիմ ընկերներից մեկն է, ում հետ ես ունեմ թե անձնական հարաբերություններ եւ թե ընտանեկան։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Փամբոխյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցում ենք Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբոխյանի հետ։ Ձեզ հետ Քրիստինե Մուշեղյանն է, շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։